ով պետք է պատասխան տա, ով պետք է պատիժ եւ պատասխանատվություն կրի Արթուր Սարգսյանի մահվան համար։ Քանի դեռ ես ինչքան գիտեմ, ուրեմն քրեական գործը չէ հարուցված մահվան փաստով։ Հիմա որպեսզի մենք խոսենք պատասխանատուների մասին, նախ եւ առաջ պետք է պարզենք, որն է եղել մահվան անմիջական պատճառը։ Անմիջական պատճառը եւ ինչ հիվանդություններով է տառապել Արթուր Սարգսյանը, ինչ հիվանդություններ կամ հիվանդությունով է տառապել անազատության մեջ, ինչն է, որ հիվանդությունն է կամ հիվանդություններն են ավելացել ազատության մեջ եւ այլը, եւ ինչպիսի բուժում է ստացել, թե անազատության մեջ գտնվելու ժամանակ, թե ազատության ժամանակ, հատկապես անազատության պայմաններում գտնվելու ժամանակ, նրա ստացած բուժումը ադեկվատ է եղել իր ունեցած հիվանդությունների հետ։ Իսկ ամենասկզբում պետք է մի հարց պարզվի, նրա հիվանդությունները ճիշտ են ախտորոշվել։ Արդյոք այդ այն հիվանդությունների մեջ չի, որը հակացուցված է անազատության մեջ գտնվելու հետ։ Այդ խնդիրները, քանի դեռ մասնագիտական, հանձնաժողովային փորձաքննությամբ, դատաբժշկական չեն պարզել, չեն ստուգել, մենք մահվան մեղավորների հարց չեն կարող բարձրացնել։ Մենք պետք է մասնագիտական առումով այդ բոլոր խնդիրները մեկ առ մեկ ուսումնասիրվեն, ճշգրտվեն, հստակեցվեն, հետո նոր առաջ գան մեղավորների խնդիրը։ Որտեվ հնարավոր մարդիկ մահանում են ոչ միայն ազատության մեջ, այլ նաև անազատության մեջ են մահանում։ Դա կա, այդ բանը չեն կարող հերքել, բայց խնդիրը նա է, թե այդ մահվան պատճառը արդյոք բնական է եղել, թե որևէ մեկի անփութության արդյունք է, որևէ մեկի անուշադրության արդյունք է, որևէ մեկի ոչ պատշաճ բուժման արդյունք է, կամ դեղամիջոցի, կամ ինչ-որ հետազոտություն չկատարելու արդյունք է եւ այլն։ Այդ խնդիրները պետք է մասնագիտական առումով քննարկվեն։ Մեղավորներ, այսպես օդի մեջ որևէ մեկը չի կարող ասել ով է մեղավոր։ Բայց այսօրվա իշխանությունները արդյոք պատասխանատվություն չպետք է կրեն, որովհետև նրա փաստաբանը, բժիշկները, հարազատները բոլորը բարձրաձայնում էին այն մասին, որ կյանքի հետ, նաև պատժի կրման հետ անհամատեղելի է նրա հիվանդությունը։ Այս ինչ ասեցի ձեզ, ես ասեցի, պետք է պարզել, նա ինչ հիվանդություններով է տառապել, այդ հիվանդություններով տառապող մարդը կարող էր գտնվել անազատության մեջ, թե ոչ։ Կա համապատասխան ցանկ, կառավարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկ, որով տառապողները չեն կարող գտնվել անազատության պայմաններում։ Բացի այդ, կան նաև հիվանդություններ, որոնք ասենք քրեակատարողական հիմնարկներում այդ այսպես կոչված ՍԵԲ-ն, կենտրոնական այդ հիվանդանոցը չի կարող հավոր պատշաճի բուժել, համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։ Պետք է իմանալ, նա այդպիսի հիվանդություններով հիվանդ եղել է թե ոչ, այդպիսի բուժման կարիքն ունեցել է թե ոչ, եւ այդ անազատության մեջ գտնվելու ժամանակ նա համապատասխան բուժում ստացել է թե ոչ։ Այդ խնդիրները մինչև չպարզվի, մենք որևէ մեղավորի անուն տալ չենք կարող, դա կլինի, այսպես ասած, գուշակություն, թե ով է մեղավոր։ Իսկ երկրորդ անգամ նրա կալանավորումը ըստ ձեզ եւ նաեւ իրավական տեսակետից արդյոք հիմնավոր էր, պարոն Ջհանգիրյան։ Ես ձեզ ասեմ, ես որպեսզի իմանամ, թե նրա երկրորդ անգամ կալանավորումը հիմնավոր է թե ոչ, ես պիտի իմ ձեռքի տակ ունենամ առաջի անգամ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու որոշումը, որպեսզի ես հասկանամ, այդ խափանման միջոցը ինչու են վերացրել, ինչ հիմքով, եթե դա առողջության հիմքով է վերացվել, այսինքն նա չէր կարող գտնվել անազատության մեջ, ուրեմն այդ պարագայում հարց է առաջ գալիս, երբ որ երկրորդ անգամ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էին ընտրում, նրա առողջական վիճակում դրական փոփոխություն եղել է թե ոչ, եթե եղել է, ինչով է ապացուցված եղել, որ դատաբժշկի փորձաքննության եզրակացությամբ կամ որ բժշկական հիմնարկի տրված տեղեկանքի հիման վրա։ Այս խնդիրները պետք է մանրամասն քննարկվեն։ Դրա համար եմ ասում, քանի որ ես այդ գործերի նյութերին տեղյակ չեմ, ես իրավաբան եմ, ես իմ մասնագիտությունը եւ հետեւաբար իմ խոսքը, իմ կարծիքը հարգում եմ։ Ես պիտի ծանոթ լինեմ այդ նյութերին, որ ասեմ։ Փաստաբանը կարող է մի բան ասել, որովհետև նա ինչ-որ նյութերի տեղյակ է, գործով քննիչը կարող է, քրեակատարողական հիմնարկի պետը ինչ-որ անձնական գործի մեջ թղթերի տեղյակ է կարող է ասել, բայց որպեսզի ես հիմնավոր տեսակետ հայտնեմ,
ես այդ նյութերին ծանոթ լինեմ, իսկ ես այդ նյութերին ծանոթ չեմ։ Բայց տեսեք, հայտարարում էին, որ եւ հիմնավորում էին իրավապահները, որ երկրորդ անգամ նրա կալանավորումը ծանոթագիր է ուղարկվել Արթուր Սարգսյանին, այսինքն հացբերողին, որպեսզի ներկայանա բաժին, սակայն նա չի ներկայացել եւ ասում էին, որ վտանգ կա, որ նա Հայաստանից կարող է դուրս գալ եւ այդ իսկ պատճառով պետք է խափանման միջոցը փոխում են, ասենք, մեկ այլ խափանման միջոց են ընտրում, ասենք, չբացակայելու մասին ստորագրություն են վերցնում, հետևաբար նա պարտավոր է քննիչի ամեն մի ծանուցումին անպայման ներկայանա, բայց ես հիմա չեմ ուզում այդ ֆորմալ կողմին անդրադառնալ։ Ես ասացի, եթե առաջի անգամ նրա խափանման միջոցը փոխվել է առողջության հետ կապված խնդրի կապակցությամբ, որ նա հիվանդ է կամ տառապում է այնպիսի հիվանդությամբ, որով չի կարող գտնվել անազատության մեջ, այդ պարագայում երկրորդ անգամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս պետք է հիմնավոր փաստաթղթեր լինեին նրա բուժման վերաբերյալ, նրա նման հիվանդություն չունենալու վերաբերյալ եւ այլն։ Բայց ես չգիտեմ, թե առաջի անգամ կալանքը որպես խափանման միջոց ինչ հիմքով է վերածվել։ Հասկանում եք։ Դրա համար չեմ կարող ձեր հարցին պատասխանել, քանի որ այդ նյութերին ծանոթ չեմ։ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց ավելի վաղ, որ տեղեկանք է ներկայացվել նրա հիվանդության հետ կապված, որը ունի 16 տարվա վաղեմություն, այսինքն 99 թվականի։ Սա իրավական հայտարարություն չեմ կարող մեկնաբանել եւ չեմ մեկնաբանել։ Դրա համար ես ասում եմ, եթե ես ծանոթ լինեմ այդ գործի նյութերին ամբողջական, կարող եմ կարծիք հայտնել, բայց քանի որ ծանոթ չեմ, ես հիմա վեր եմ լուծում այսպես տեսական դատողությունների հիման վրա։ Ցավում եմ մահացածի համար, ցավակցում եմ նրա հարազատներին, ընտանիքի անդամներին եւ այլը, բայց խնդիրը մասնագիտական դաշտում լուրջ քննության կարիք ունի։ Իսկ մենք այդ դեպքում օբյեկտիվ քննություն արդյոք կարող ենք ակնկալել իրավապահ մարմինների կողմից, նույն քննչական կոմիտեից, կամ որ դատաբժշկական փորձաքննություն է նաեւ նշանակվել այդ առումով, արդյոք պարզ, հստակ եւ իրավամբ օբյեկտիվ հանգամանքները կներկայացվեն։ Դատաբժշկական փորձաքննություններին կարող են մասնակցել նաև փաստաբանի, տուժողի տվյալ դեպքում Արթուր Սարգսյանի կողմից, նրա հարազատների կողմից միջնորդած համապատասխան մասնագետները, ումը նրանք վստահում են, ում կարծիքը նրանց համար հիմնավոր է եւ այլն։ Այսինքն փորձաքննության պարագայում առնվազն կարելի է միջնորդել ծանոթ բժիշկներ, ծանոթ մասնագետներ, որոնք մասնակցեն նաև այս կողմից, որպեսզի միայն ասենք քննչական մարմնի կամ չգիտեմ համապատասխան փորձագիտական կենտրոնի աշխատողներ չլինեն, որպեսզի եզրակացությունը օբյեկտիվ լինի, բազմակողմանի լինի։ Ես կարծում եմ այդպիսի միջնորդություն անպայման առնվազն պաշտպանները կանեն եւ այդ մարդիկ վստահ եմ կներգրավեն որպես փորձագետներ։ Իսկ արդյունքը կտեսնենք։ Նրա վիճակը կտրուկ վատթարանալուց ընդամենը մի քանի օր առաջ իրավապահները նրան ազատ արձակեցին դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա եւս ինչ որ չափով բուժում էր ստանում։ Եվ նշեցի արդեն, որ բժիշկները, փաստաբանները, նրա հարազատները բարձրաձայնում են, որ պատժի կրման վայրի հետ եւ նաեւ պայմանների հետ հիվանդությունը անհամատեղելի է եւ նույնիսկ կարող է վիրահատական սեղանին նա չհասնել։ Ինձ հետաքրքիր է այդ հանգամանքները հաշվի առնելով եւ նաեւ մոտալուտ վտանգը հաշվի առնելով, արդյոք իշխանությունները գնացին այդ քայլին, այսինքն ազատ արձակեցին նրան, որպեսզի մահը հենց քրեակատարողականում չլիներ եւ ծանրացներ ավելի։ Ձեր հարցին եւս կարելի է պատասխանել միայն համակողմանի հանձնաժողովային փորձաքննությունից հետո։ Այսինքն երբ է նրա վիճակը վատացել, կրիտիկական այդ սրումը երբ է եղել, երբ է քրեակատարողական հիմնարկի համապատասխան բժիշկ անձնական գործում մակագրություն արել, որ վիճակը վատ է։ Գիտեք, դա այսպես առանց այդ փաստաթղթերին ծանոթանալու, առանց նեղ մասնագիտական հմտություններ ունեցող փորձագետների ուսումնասիրության եզրակացության իրավաբանը չի կարող պատասխանել, հավատացեք ինձ։ Իսկ ես գուշակությամբ չեմ կարող զբաղվել։ Այդ դեպքում ինչն էր պատճառը, որ նրան երկրորդ անգամ բաց թողեցին այդպես։ Ես չեմ կարող ասել, այդ որոշումը կայացվում։ Դուք այդ որոշումը ունեք ձեր տրամադրության տակ։ Երկրորդ անգամ խափանման միջոցի փոխելու վերաբերյալ որոշումը կա ձեզ մոտ։ Այ որ լինի, ես կարդամ, դες կպատասխանեմ։ Իմ տրամադրության տակ չի եղել։